Հիմնական երկու կետ կար այնտեղ, որտեղ այդ փաստաթղթում խոսվում էր ուրեմն դեղահանվածների վերադարձի իրավունքի մասին ակնարկություն եւ նաեւ խոսվում էր Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով դեղահանվածների իրավիճակի մասին եւ երկրորդ թշնամության կետը վերաբերում էր ուրեմն միջազգային դատական ադյաններում ներկայացված հայցերի մասին։ Ուրեմն ես կարծում եմ, որ ընդհանրապես Եվրոմիություն, Հայաստան այս համագործակցության աշխուժ այս փուլը անհանգստացնում է Բաքվին եւ այս գեդերը, որոնք հիմա նաեւ փոխում են, գիտեք, նաեւ Եվրոմիության թեթերից էր անվերջ փոխում Բաքուն։ Ի վերջո նաեւ Այսինքն համաեվրոպական այդ կետերը կառույցը պատրվակ են բողոքելու համար։ Այո, այո, եւ գիտեք, անverջ այդ թարմացվող, նորացվող նախապայմանները, պահանջները եւ այլն ընդհանուր շարքին են, բայց հատկապես նաեւ Եվրոմիություն, Հայաստան, Բրյուսել, Երևան համագործակցության խորացման, նոր փաստաթղթերի կնքման, նոր ռազմավարական հայեցակարգերի մշակման այս թափը փաստորեն անհանգստացնում է, որովհետեւ ի վերջո նաեւ չմոռանանք անկախ Արցախյան հակամարտության էջը փակելու Բաքվի այդ պահանջը յակի ուրեմն Մինսկի խմբի լուծարման նա չմոռանանք որ յակը եւս համաեվրոպական կառույց է եւ Եվրոմիության թեթեր հիմա նաեւ Եվրոմիության հետ ռազմավարական փաստաթուղթ այս բոլորը փողոքի դեղի են տալիս Բաքվի համար